արդեն տեսա, որ առավոտյան սուրճի տեսանյութը հագին նայել է և ընդեղ սենց մի հատ բան էր թխվածք էր շրջանառվում, շատ գեղեցիկ և պարզեցինք, որ դա մեր Միլադա Հովհաննիսյանի նախաձեռնությունն է ու սենց թխվածք է, որը հետաքրքիր է, որ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել։ Գիտեք, որ սա մեր նախընտրական ստուգեք չկա, եթե եկավ կապել, և ասում եմ հետաքրքիր է, երբ որ քաղաքական միտքը սկսում է աշխատել, և սա մեր նախընտրական սիմվոլներից մեկն է, և մեր մտքով չէր անցել, ամեն ինչ անցել էր, որ կարա բանը լինի, կրծքանշանը լինի, շորի նշանը լինի, շորը լինի, զարդը լինի, նկարը լինի, բայց որ կարա թխվածքը լինի, մտքներով էս չէր անցել։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք եք հեղինակը գաղափարի Տիկին Հովհաննիսյան։ Պարոն վարչապետ, քանի որ այս շաբաթ գալու ենք Սյունիքի մարզ ու ճանապարհը երկար էր լինելու, մտածում էի երկար ժամանակ, թե ինչ կարելի է իմ հետ վերցնել, որպեսզի ճանապարհին նաև հյուրասիրեմ մեր գործընկերներին ու մտածում եմ, որ ես պետքա պատրաստեմ, բայց հետո քանի որ ես մի փոքր պատրաստելուց հեռու եմ, հասկացա, որ ավելի կարելի է գաղափարական միտք վերել, որ բոլորին դուր կգա ու ընտրությունս կանգնեց այն մտքին, որ պետք է օգտագործեմ համ քաղաքական գաղափարը, համ համեղ լինելը ու հասկացա, որ այս խաղաղության ավտոբուսում ամենաշատը կգնահատվի ու բոլորին դուր կգա մեր սիմվոլը, սրտիկը, որը ձեռքերով անում ենք, որոշեցի, որ բոլորին տամ մեր գործընկերներին, այսպես ածնվեց գաղափարը, պարոն վարչապետ, նաև կարծում եմ, որ շատ լավ միտք է հետագայում այս թխուկները օգտագործելու, արդեն մեր հայրենակիցներին կարող ենք տալ, համեղա, համ սիմվոլիկա։ Իմիջայլոց այս ընթացքում հարցրինք Տիկին Ջոլհակյանի հետ խորհրդակցել, համեցեք հարգելի գործընկերներ, խնդրում եմ հյուրասիրվեք։ Խնդրեմ, հարգելի գործընկերներ, խնդրեմ։ Այս ընթացքում նաև խորհրդակցեցինք Տիկին Ջոլհակյանի հետ, որ հիմա էլ նախընտրական շրջանում է, սենց բան հյուրասիրելը չի հակասի օրենքին։ Իմիջայլոց, ուզում եմ հետաքրքիր սիմվոլիկայի հետ կապված հետաքրքիր բան կա, որ խաղաղությունը և հացը և այդ շատ կարևոր սիմվոլներ են, որովհետև իրանք կյանքի երկու բանն են, երկու շատ կարևոր սիմվոլներն են, ընդհանրապես մեր իրականության մեջ այսպիսի մի երևույթ է նկատվել միշտ, որ իրականում այսպես ասած հացին մի կողմից հացը սրբացվել է, և դա հասկանալի է սրբացվել է, բայց ժամանակի հետ էլիտաները սկսել են հացը և հացի հետ կապվածությունը օգտագործելով բանի հղում անելով նոր կտականի և Աստվածաշնչի ոչ միայն հացի վարտահայտությանը փորձ արվել ժողովրդին տանել հացը ժխտելու ճանապարհով, բայց իրականում էլիտաները լավ էլ հացի մեջ, ամեն ինչի մեջ եւ այլն, բայց ուզում եմ հիշեցնել, որ նաեւ հենց նույն Աստվածաշնչյան տրամաբանության մեջ Հիսուս Քրիստոսը եւ իմիջայլոց Հիսուս Քրիստոսը խորհրդավոր ընթրիքի ժամանակ հացը կիսում էր, ասում էր այս է իմ մարմինը, առեք կերեք այս է իմ մարմինը եւ առեք խմեք այս է իմ արյունը։ Եվ ընդհանրապես ամբողջ բանը պատարագի տեսությունը, պատարագի ամբողջ արարողությունը ինքը հացի արարողությունն է, որովհետեւ հացը որպես Հիսուսի մարմին բաշխվում է հավատացյալների մեջ եւ նաեւ էսա պատճառը, որ մենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ այսպիսի որտեղ հաց այնտեղ կաց արտահայտությունը նաեւ քաղաքական ձևակերպում ենք տվել իրական Հայաստանի գաղափարախոսության տրամաբանության մեջ եւ ասելով որտեղ այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց եւ շատ սիմվոլիկ կլինի մենք շտաբի հետ արդեն խորհրդակցել ենք եւ շատ սիմվոլիկ կլինի որ մենք նաեւ որպես հացի սիմվոլ եւ սիրո սիմվոլ, որովհետեւ հացը նաեւ սիրո սիմվոլ է, մենք մեր արշավների ընթացքում կհյուրասիրենք մեր սիրելի քաղաքացիներին։ Իհարկե ոչ այսօր, որովհետեւ այսօր Տիկին Հովհաննիսյանը տենց ուղղակի սիմվոլիկ բերել է, բայց գաղափարը շատ դուր եկավ մեզ,
հաջորդ արշավներից արդեն ավելի մեծ քանակով կունենանք եւ մեր սիրելի հայրենակիցներին հիմա սա կդառնա երկու մեր շատ կարևոր սիմվոլը, շատ լավ, մեկը իրական Հայաստանի քարտեզը սրտի մոտ եւ մեկը իրական Հայաստանի հասկանում եք ապրելու այդ սիմվոլիկան, որովհետեւ այո մենք շատ կարևոր է արձանագրել, որ մենք գոյատևման օրակարգը այլևս հաղթահարված ենք համարում եւ մենք այլևս ապրելու օրակարգի մեջ ենք, այո բազում զոհերի եւ զոհությունների գնով մենք հասել ենք ապրելու օրակարգին, որտեղ ապրելը սնունդը վայելելը, կյանքը վայելելը, երաժշտություն լսելը, պարելը, ուրախանալը, կյանքի բերկրանքը ապրելը առանցքային նշանակություն ունի, որովհետև ի վերջո մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին կյանքը վայելի։ Իհարկե դրա համար պետք է աշխատանք, լավ վճարող աշխատանք, դրա համար պետք է կրթություն, լավ կրթություն, դրա համար որ մենք 500 մանկապարտեզ, 300 դպրոց, բայց հիմա այս այդ մասին չեմ ուզում խոսել, շատ ենք խոսել եւ դեռ խոսենք, այսօրվա իմաստներն էր, որ արձանագրել, որ ունենք հերթական ստեղծագործական լավ գաղափարը, որը կդառնա իմ կարծիքով շատ ուժեղ քաղաքական սիմվոլ եւ շնորհակալ եմ դրա համար, ես համոզված եմ, որ էլի այդպես ստեղծագործական միտքը կաշխատի եւ նորանոր լավ առաջարկություններ, սիմվոլներ, խորհուրդներ եւ իմաստներ կստանանք։ Այսքանը։ Ունեք ավելացնելու բան։ Կարծում եմ, որ մեր հայրենակիցներին է շատ դուր կգա այս գաղափարը, քանի որ արդեն մի քանի մարզում եղել ենք ու բոլորի կողմից շատ դրական ու երբեմն անգամ որ ձեռքով բարևելու փոխարեն սրտիկ են ցույց տալիս։ Այո, իմիջիայ ճանապարհին տեսնում եք մարդիկ։ Կարծում եմ, որ բոլորին շատ մեքենաների ձև այլն փողոցներում։ Այսքան եմ հավելել ուզում եմ ասել, որ այս թխուկները կարելի է մոտ 6 ամիս պահպանել։ Հա։